Բարիգեսոր սերիներ, Փարքունանք ասոր դերը մեզի շապատ մի եւս կյանք տվավ եւ ահա նոր դարի մնալ տվավ մեզի, կշնորհավենք ձեր նոր դարին եւ մենք կսկսենք նոր քիրք սերդել եւ քիրքին անունն է միացնել երկինքը եւ երգիրը Քրիստոսի մեջ, Փիլիպեցիս եւ Գողոսացիս քիրքերուն մեջ։ Այսինքն ինչպես Քրիստոս կմիացնե երկինքը երգրին Գողոսացիս եւ Փիլիպեցիս քիրքերուն մեջ են, այդ քիրքերը պիտի սերդենք հաջորդ երամսյակին։ Աղոթենք, երկնավոր հայր շնորհակալ ենք քեզ մեր երկու բոլոր բարիքներուդ համար, որ առանձնապես մեզի գուդաս եւ խթունսիր, որ եթե խնդրեք Սուրբ Հոգին ցեզի գուդամ եւ Սուրբ Հոգին է որ մեր մեջ կներկործե գամենալ եւ անելը, դեր խնդրենք որ հա հիմա Սուրբ Հոգիով տուն վերցնես եւ ես միայն փերանը լամ, դու խոսիր մեզի դեր, քու խոսքը դու մեզի բացադրե։ Հիսուսի անունով կխնդրեմ անոր թափածարան արժանիքով, ամեն։ Ուրեմն նոր քիրք սկսանք սերդելու Գողոսացիս եւ Փիլիպեցիս քիրքերը երբ պիտի սերդենք, պիտի տեսնանք որ Քրիստոս ինչպես կմիացնե երկինքը, ինչպես եղավ Քրիստոս, եղավ այդ սանտուխը, որ Հովսեփ տեսավ երազին մեջը, որ երկինքը եւ երգիրը միացուց այդ սանտուխը եւ այդ սանտուխին խորհուրդը Քրիստոս ինքն էր մեզի համար։ Խորիր գսե նախապային մեջը, թե ամենաթժվար աշխատանքը ինչ է, որ ցուն ըրած ես։ Արդյոք ակնկալիքներ ունեիր, կամ սահմանափակ ժամանակ ունեիր անելիք կորձդ, կամ երուկս միասին, եւ գուցե քու վերապերմունքը աշխատանքին հանդեպ, կորձ մներ, որ չէր ուզերնել, բայց բարձրավոր էր անել։ Թե արդյոք մարդիկ, որոնց հետ կաշխատեիր եւ անոնք քեզի դժվարություն կուտային, կամ գուցե գխորեի որ անհնար է հաջողության հասնել աս կորձին մեջ։ Ուրեմն նայենք աս մտածելագեր բերենք նայենք Քրիստոսի փրկության ծրագրին համար, որչափ անկարելի բաներ փրկության ծրագիրը իրագործել արդյոք Քրիստոսի համար։ Անհնար կթվար արդյոք անիկա։ Կթվա անհնարին առաջադրանք Հիսուսը սավքացեք, աշակերտեցեք բոլոր ասկերը անոնց մգրդելով հորը, որդուն եւ Սուրբ Հոգի անունով, սորեցեք անոնց պահել այն ամենը, ինչ ցեզի բادرվեցի։ Հիմա Հիսուս մեզի աս կորձը տվավ։ Արդյոք աս կորձը անհնարին կորձ մնե մեզի համար։ Այո։ Հիսուսը Պողոսին գղրկե հեթանոսներունքով կատարելու կթվա թե անհնար աշխատանքը, որբեսի անոնց աչքերը փանաս, խավարեն թեպի լույս եւ սատանայի իշխանությունեն թեպի Աստված անոնց դարձնես, որբեսի անոնք իմ հանդեպ ունեցած հավատքով մեղքերու թողություն եւ սուրբերուն հետ ժառանգություն ստանան։ Ասել Պողոս Արաքյալին կորձը։ Իսկ Աստված ուղագի Պողոս Արաքյալը գանչեց հեթանոսներուն Արաքյալը լանու համար։ Ոմանք կրնան հուսահատիլ աստեսակ հանձնարարություններ գսե, սակայն չպետք է անդեսել այն խոստումները, որ Հիսուսը տվավ այս առիթներով, օրինակի համար, ահա ես ցեզի հետ եմ բոլոր օրերը մինչև աշխարհի վերջը։ Ասի Հիսուս մեզի խոստանա, եւ երբ որ Հիսուս խոստում կուտա, անիկա կգադարե եւ ուրեմն իր խոստումներուն համաձայն է, որ մենք կրնանք կորձը անել։ Ուրեմն Հիսուս Պողոսին ասավ. «Վեր ելիր, գայնիր եւ ոտքերդ վրա կանգնիր, որբեսի քեզի համար ինչպես որ երևցա քեզի, չէ որ լույսով երևցավ Պողոսին, որ քեզի նշանակեն բաշտոնյա եւ վգա այն բաներուն ինչ որ ցուն տեսար եւ այն բաներուն որոնցով քեզի պիտի երևնամ եւ թե բիսորվեցնե Պողոսին։ Եվ վերջը Պողոս Արաքյալը Հիսուսը տեսավ, Հիսուս երևցավ Պողոսի եւ անի իրեն գսե։ Ուրեմն այս կորձը առաջադրանք կնելու համար մենք պետք է ապավինենք Աստծո ոչ թե մենք մեզ, եթե մարդու գամքը կհամագործակցի Աստծո գամքին հետ, այն կդառնա ամենակարող։ Այսինքն շատ կարևոր է մեր միտքի մեջ հիշել, եթե մեր գամքը Աստծո գամքին հետ միասին հլա այն ադեն ամեն բան կնասնել։ Ուրեմն ամեն բան պետք է լա Աստծո հրամանով եւ Աստծո ուժովը։ Անոր բոլոր հրամանները նաեւ հնարավորություն կտան մեզի։ Աստված եթե գսե քնա, ուրեմն հնարավորություն կտա, որ գայնա սադիկա գլուխ անել։ Ուրեմն Պողոս Արաքյալին
Երբ որ Հիսուս ավքնա եւ աշակերտը, Հիսուս երբեք չի խոստացել, որ բոլորը գտարնան աշակերտ եւ կամ բոլորը դարձի գուքան։ Այլ գսե ավետարանը քարոզելով բոլոր աշխարհին որպես վկայություն բոլոր հեթանոսներուն եւ այն ժամանակ վերջը պիտի կա։ Մեզ միայն վկայել եւ խոսիլ վկայել գինա Աստծո մասին։ Ապաշխարելը Աստծո կորձն է կամ մարդուն ազատ կամքն է։ Ուրեմն ամեն առաջ ասոն կբացահայտեն Քրիստոսին, որը միակն է, ով գրնա միավորել երկինքը եւ երկիրը։ Այն այդ ցանթուխը, ինչպես ու քիչ առաջ ասենք։ Որպես մարդու որդի, որ մեզ կփրկե մեղքեն, իսկ որպես Աստծո որդի անգը բարեխոսե մեզի համար։ Ուրեմն այս տամակները կուսումնասիրենք, աս երկուքը Գողոսացիս եւ Ֆիլիպեցիս աս երամսյակին, որ կտեսնան Քրիստոսի աստվածաբանության վերաբերյալ ամենայական արձագանքյան մեկ քանին, անիգա, որ Հիսուս հրաժարվեցավ ամեն բանեն մեզի փրկելու համար։ Գսե երկի փառքը մեկ կողմ ծրավ, որբիսի մեզի փրկե։ Մենք կտեսնանք Պողոսին, որ փանդեն կբայքար եկեղեցի համար, որու հետ կապված խնդիրներուն եւ անորթեմ, որ ինքը հիմնած էր եւ ուրիշ եկեղեցի համար, որ երբեք չէր տեսած։ Ֆիլիպե խնդիրներ ուներ եւ փանդին մեջ են այդ խնդիրները գուզել լուծել եւ Գողոսայի եկեղեցի Գողոսի քրաստամակ մեջ այդ եկեղեցի երբեք չէ եղած։ Այդ քաղաքը երբեք չէ կացած ինքը, բայց կչանա անոր հաստատ քայլերու վրա տնել։ Ուրեմն անոր համաշխարհային եկեղեցին հետ իրեն հաստատած կապերը գսե թույլ տվին որ նույնիսկ քրոմի փանդեն արցականքե մարդահրավերներուն անկիրը որ ժամանակը սահմանափակ է եւ հրավ ամեն հնարավորը եկեղեցին մոդեցնող երկինքին եւ միմյանց իրարու այսինքն եւ հիմա այսօրալ կնա Աստծո եկեղեցին միավորել երկինքի հետ կատարելու հայտնության 14-րդ գլխին վերջին օր հասարակությունը որ մենք ճաշտանք որպես երեք հրեշտակներով կացեք, ավելանացեք ամբողջ աշխարհը, մգրդեցեք, վկայեցեք, որ Հիսուս շնորհով մի դիկա։ Ուրեմն ասի նախապաններ ասկիրքին, մենք հիմա կսկսենք հիշելու մեր համարը, որ Ֆիլիպեցիս 4:4-ին մեջ գրված է, դիտի կարդանք։ Ուրախ եղեք Տերոջով, ամեն ադենթարցիալ գսել ուրախ եղեք։ Այո, շնորհակալ եմ։ Հետաքրքիր է ուրախ եղեք Տերոջով Դժվարություններու մեջ երբ որ գինանք, արդյոք դժվարություն համար ուրախ պետք է լինենք, թե դերոշմով ուրախ պետք է լինենք, որ այդ դժվարությունների մեջ են գնանք ասնել։ Աստղը դարբերություն մգա։ Մարդիկ ասեն, ինչպես ուրախ լամ։ Շատ անգամ մենք դխուր գսկանք, բայց այդ դխրության մեջ մենք գնանք ուրախ լամ, որ Աստված մեր Տերն է։ Հոս է որ գուզե Աստված գուզե անիգա մեզի ցցնել։ Օրինակ, ինչպես Պողոս եւ Շիղան ուր էին Փանդի մեջ, ոտքերին գոջղի մեջ դրած, լամը ձեծ կերած, աչապ ձեծած էին իրենց, որ վեր կունեին իրենց վրան, և գսե գերքեին և Աստված կփառավորե և ամեն բոլոր պանդարգյանները ադիգա գլսեին, և գաղոթեին և գործնեին Աստված։ Այո, և այնադեն փանդին թռները բացվեցան, և փանդաբետն ալ ապաշխարեց, մգրդվեցավ, իրենց ամեն գոջղերը պաներ անոնք անհայտացան, վերքերը լվացվեցան, եղավ։ Ուրեմն ուրախ լանք Աստուծմով, որ Աստված մունիկ, որ ամեն պանի կարող է, հատկապես, որ մեզ հավերնական կյանք կոստացեր է։ Ուրեմն Ֆիլիպեցին և Գողոսացին աս փանդային նամակներ, ուրեմն փանդեն գրված աս նամակները, կգրե երբ որ Պողոսը փանդին մեջ էր, գարթան կորց կարակելոց 28-ը 1:16 համարը, 1 31-32 համարները։ Հա, կողդե։ Կորց կարակելոց։ Արջևեն յետևը, նոր գդագանի մեջ, այո։ 202 էջն է։
Հա, 16-րդ համարը։ Հա։ Այո, ադի է, երբ հռոմ մտանք, Ռոմ գնան հալուագերը պատվասները լավեգին անցնեց իսկ Պողոսի հրաման եղավ որ իր պահապան զինվորին ով գնա եւ նաեւ 31 եւ 32 համարը վերջավորությունն է։ բոլոր եկողները ընդունել կարոզի աստվածությունը եւ Հիսուս Քրիստոսի վրայով նրանց արգելվելու ես սովորեցներ կատարյալ համասարություն։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն Պողոս առաքյալը ինքնինքը հանձնեց գայսերին եւ իրեն ադու համար փանդը տնին, մինչեւ հիմա Հռոմ հասան վերջապես, եւ որ Հռոմ հասան իրեն հետը զինվոր մգար, այդ զինվորը միշտ իրեն կհսկեր, այսինքն վերջավորությունը գսե որ ինքը քարոզել աստծո թագավորությունը եւ բոլոր եկողները կընդուներ, ազատ էր տեսագովմը, փանդարգյալ էր, բայց ազատ փանդարգյալ մներ եւ այս փանդարգությանը մեջ կրնարսել որ ինչու հոսեմ, երբ կրնայի ես ավելի լավ կորզնել, եթե ազատը լայ, բայց այդպես չսեր, այլ աստծո կորզը կշարունակե նույնիսկ փանդին մեջ են։ Ինչ որը լա բարական, ինքը շնորհակալությունով Պողոսը իրեն կյանքը կնվիրապեր է Հիսուս Քրիստոսի ծառայությանը, նույնիսկ եթե փանդարգյալ լա։ Ուրեմն մենք գիտենք որ Հռոմեն ինքը Հռոմ փանդարգված էր։ Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ 7-12 համարն ագարտանք։ Մենք ասքանցը հողը ամաններու մեջ ունենք, որբեսի զորության արավելությունը ասուցնելը ոչ թե մեզն է։ Ամեն գողմանի վշտացած ենք, բայց մեղը ինգատ չենք։ Այո։ Դաշնաբած ենք, բայց ուսահատած չենք։ Հալածված ենք, բայց երեսը ծկված չենք։ Վարդ ծկված ենք, բայց գործված չենք։ Ամենադեն Հիսուսին մահը մեր մարմիններու մեջ կգրենք, որբեսի Հիսուսին կյանքնալ մեր մարմիններու մեջ հայտնվի։ Մասնզի մենք որ կենտանի ենք, Հիսուսին համար մահվան կմատնվենք, որբեսի Հիսուսին կյանքնալ մեր մահկանացու մարմիններու մեջ հայտնվի ըլլա։ Ուստի մահը մեր մեջ կներկործե եւ կյանքը ծեր մեջ, բայց հավատքի նույն հոգին ունենք, ինչպես գրված է հավատացի անոր համար խոսեցա։ Մենք ալ կհավատանք ու անոր համար կխոսենք։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն որչափա կյանքը դժվար լար Պողոսին համար, քանի փանդի մեջ է, դժվար չէ, թյուրին չէ կյանքը, փանդի մեջ եղած կյանքը, Պողոսը գնա տեսնալ լուսավոր կողմը գսե, որ անոր քաչություն ու դատիմագայելու աստեսակ ճնշումին։ Սատան ամեն հնարավոր փորձություններ կբերի անոր վրա, բայց Պողոսը գիտե, որ ինքը լքված չէ։ Ամեն կողմը վշտացած ենք, բայց նեղը ինգած չենք։ Տակնաբաց ենք, բայց հուսահատած չենք։ Հալածված ենք, բայց երեսե ցկված չենք։ Ուրեմն երեսե ցկված չենք։ Աստուծո մեր երեսե ցկված չենք։ Մենք հայերը շատ լավ գիտենք ադիգա մեր ժողովրդին մեջը։ Կարդանք նաև 6-րդ գլուխ 3-7 համարը։ Պարոն Մանյալ։ Պարոն Մանյալ, 6-րդ գլուխ 3-7 համարները։ Որևէ մեկուն կայտակություն չենք պատճառել, որովհետեւ մեր ճաշտոնը չարտավորվի, բայց ամեն բանի մեջ մեր անձը գնցայենք Աստծո սպասավորներու պես շատ համբերությունով վշտերու մեջ, դարաբանքներու նեղություններու, ձեծերու, փանդերու, խռովություններու, աշխատություններու հսկումներով, ծոներու մեջ մակրությունով, գիտությունով, երկայնամտությունով, կասրությունով, սրբոքիով, անգերտ սիրով,
Ճշմարտության խոսքերը Աստծո զորությունով, արդարության զենքերով, որ աճ կողմեն ու ցավ կողմեն, բարկով ու անարքությունով, գողությունով ու բարսավանքով մոլորեցնողներու բես ու ճշմարիտ Այո, շնորհակալ եմ, աչափը միայն, շնորհակալ եմ։ Հոս Բողոսարակյալ գսե որ ինչ տեսակ նեղություններու մեջ է անցավ։ Տարաբանք, նեղություն, ծեծ, փանդ, խռովություն, աշխատություն, հսկում, ծոմ, ինչս էս մեջ են չանցավ Բողոսարակյալը։ Ամեն բան քախուն եկավ, բայց աս ամենուն մեջ երբեք չի իրեն գիզագետը թիրախը երբեք չի գործընծուց։ Աստծո վրա վստահ գրծավ քայլել։ Առանց քայթակվելու իրեն հանգամանքներեն, կամ թույլ գողմեր են, կամ անցյալի ցավողներ են, կամ ընկճվել են, ինչպես ինքը նույնն մենք։ Ուրեմն պետք է ասիգա հիշենք, երբ որ նեղության մեջ կինանք կամ դժվարության մեջ կինանք, չարը ճշտամին միշտ մեզի գուզե նեղության մեջ տնել, բայց կսեր Սուրբ Հոգին արդյունավետ կդարձնի այնինչ կդադարված է աշխարհի փրկիչը։ Այսինքն Հիսուս է որ արավ կորձը եւ Հիսուս է որ արդյունավետ Սուրբ Հոգին անդիգա արդյունավետ կդարձնի, երբ որ Սուրբ Հոգիով առաջ կերտանք Աստծո խոսքը կորձ առաջ տանելու։ Հոգին միջոցով է որ սիրտը կմաքրվի։ Երբ որ ներողություն կխնդրես գիտես որ Հիսուս Քրիստոսի անունը քեզի կմաքրե, Հոգի միջոցով հավատացյալը մասնակից կդառնա աստվածային բնույթին։ Ինչ է աստվածային բնույթը, իրեն բնավորությունը, սեր, խնդություն, խաղաղություն, հավատարմություն, ժուժգալություն, հեզություն, փարություն, քթություն, ասոնք են Աստծո բնավորությունը, որ մենք բնականորեն չունենք, այլ կստանանք Սուրբ Հոգիով, երբ որ կխնդրենք։ Աստված մեր մեջ անիգա կսկսի ներկործել։ Քրիստոսը իր Հոգին տված է, որպեսզի աստվածային զորություն ունենանք հաղթահարելու չարի բոլոր ժառանգական, այսինքն մեր ծնողքեն ժառանգած չարությունները եւ մեր ըրածները, մեր սորվածները եւ սեփական բնավորությունը փոխանցելու իր եկեղեցին եւ այսինքն Աստծո բնավորությունը փոխանցելու եկեղեցի եւ մեզի։ Ուրեմն մենք ինչ կրնանք, որպես աշխարհիկներ կամ հոգեվորականներ, ինքներս մեզ որպես Աստծո սպասավորներ ներկայացնել։ Ինչպես որ սկսեց 6:4-ին մեջը, բայց ամեն բանի մեջ մենք մեր անձը գնձայենք Աստծո սպասավորներու պես։ Շատ համբերությունով մենք Աստծո սպասավորներն ենք, Աստծո ծառաներն ենք, Աստծո ծառայություն կնենք։ Ուրեմն Պողոսի երկրորդ ավետարանչական ճամփորդությունը Դիմեթրիոսին ընդունեց իր խումբին մեջ։ Հոն Դիմեթրիոսին ծանոթացավ, Կոծկարակյոց մեջ գրված է։ Եվ ատեղվերջը, երբ որ տեսիլքի ժամանակս է, Պողոսը տեսավ մարդուն գսե, որ Մակեդոնիա եկուր եւ օգնե մեզի եւ գնաց Մակեդոնիա։ Մակեդոնիան գսե, որ դավանքից քաղաք մներ եւ շատ կարեւոր քաղաք մներ։ Այդ քաղաքին մեջ եղողները գարդես թե Հռոմի չափ ասացություն ունեին կամ արտոնություններ ունեին, քաղաքացիական իրավունքներ ունեին հոն եղողները։ Պողոսը միշտ մարտավարական մտածողություն գտեր սովորել Փիլիպպեյան Մակեդոնիայի շրջանի քաղաքավոր քաղաքը, փաստորեն այն հռոմեական գայության ամենապատվավոր քաղաքներից մեկն էր։ Ուրեմն անիգա գլա իրեն համար կարևոր դեղը, որ քրիստոնեությունը հոն, երբ որ ինքը կհաստատե, անդեղեն եւ նաեւ ճամփորդական մեծ քայլելու, այսինքն ճամփորդության ճամփայի վրա էր, քրիստոնեությունը անդեղեն սկսավ ավելի առաջ երթալ։ Ամեն գոմ գնար դարածվի, քան որ կարևոր դեղ մներ իրեն քարոզչությունը։ Հա, կարծա։ 16 Լուկիո ու քաղաքացիներու ողները բդեցան հոն Սուրբ Հոգին արկելեց, որ Աստծո խոսքը ասիա մեջ խոսի։ Իներո։ Հոն քիշերը ողոսին դեսիկ ներեցավ, ինչ որ սիրի Մակեդոնիայի մարդու գայներ դարաճերանով ուսեր Մակեդոնիա անցի եւ օգնի մեզի։ Անգե ալ Փիլիպպե
մագետենա մեկ մասին գլխավոր քաղաքը Կողմիա, այն քաղաքի մեջ կանի մորգեսան։ Շաբաթ օրը քաղաքեն դուրս ելան դերձերքին կողմ ու սովորություն ունեն աղոտ գնելու նստելով հավատված գներում խոսեին։ Եվ հիվադիր քաղաքեն Տիրանավաճար գին մլիտի անուն, որ ասվածավախներ գներ, մլիտ գներ, որ ունցի դերը պացա Բողոսին սազնեմու շարքուն ունենք։ Նուն մգրդվեցան ինք և իզդունը և աղաչեց ուսավ, եթե զիշտերոչ հավատացյալ դիսերբեք, ինգուն սմդեք ունագեցեք և ստդելով դարազանում։ Այո, Գիտեք, Հələ։ սիչի հոսկածես է հարախաղ մգա, որ հայերենով չեմ գիտեր ինչպես է։ Joy, I don't չեմ գիտեր ինչպես է, it's not contingent on our circumstances. այո, Our circumstances մեզի դխուր գնե, but joy is always there. այո, Ինչ որ Աստծո ամեն ուրախությունը, այո, No, Corrie ten Boom was glad that was lice in the prison, so she could preach to the people in there, Jews, the gospel. Այո. So that is joy darpere հա, urachutene. Այո. Հայերեն parը չեմ գիտեր ինչ է։ Սակոնը ռակետլան այո։ չեմ եկայել է You know what I'm երջանկություն կամ, saying? այո, հասկանալ, Yeah. այո, I was just thinking of Երջանկություն է ջուրը։ այո, երջանկություն մնե, որ քու բարականերդ կախում չունի, քու գաբետ կախում ունի, Աստծո հետ ունեցած գաբը, քեզի ուրախություն մգտնեք կամ երջանկություն մգտնեք սուդիտ մեջը, այո, որ չես կնար, և ճիշտ ասի է, որ Պողոս առաքյալը ունի իր մեջը։ Հոս և հոս ծանոթացավ այդ Լիդիա գնոջը, որ ծիրանավաճարն այսքան հարուստ կին մներ, որ խորին թե բավական Պողոս առաքյալին ծախսերը ինքը գհոգար, բավական հարուստ էր, և տարածվեցավ, գսե ամեն շաբաթ օր, ասի միտքս կպերը, չեմ ուզեր շեղվիլ, բայց ամեն շաբաթ Պողոս առաքյալ ժողով գներ, կեդերունքով ժողով գներ, Կորսկարակելուցին մեջ է, որ Հիսուսե կային դարի վերջը, 40-60 դարի վերջը կրված է, թեր շաբաթ օրը իրեն կհավաքվեին, որ մեկտեղ չսեր, որ ադիգա փոխվեցավ։ Ես այս շաբաթ այս տարվա համար Աստծո խոսքը զսկուշությունով և լրջությունով ընդունիլ։ Աստծո խոսքը ինչ կսե, անիգա ուշադիր գարտամ և ադիգա ընդունիմ։ Իմ սորվածներս մեկ կողմ տնեմ, ինչ որ սորված եմ, կյանքի փորձառութեն են կամ միջև հիմա, բայց արդյոք հիմա այսօր Աստծո խոսքը այսօր ինչ կսե ինձի, ադիգա լրջությունով ընդունիմ։ Ասի գուզեմ լա այս տարվա իմ նոր դարվա խորհուրդս։ Պողոս և Գողոսացիները երբեք տեղը չի գրված, որ Պողոս առաքյալ Գողոսիա այցելեր է, բայց կխորին, որ իրեն աս շրջագայությունների մեջ աբաշխարողները խոսքը դարին Գողոսիա, և Գողոսիա ժողովուրդը աբաշխարեց և Հիսուսը ընդունեցին և հոն եկեղեցի շինվեցավ։ Ու հիմա անոր համար է, որ Պողոս առաքյալ Գողոսացիներուն գքրե նամակներ, բայց ինքը հոն երբեք չի այցելած։ Քանի որ գսե Ասիայի բոլոր բնակիչները եւ հրեաները եւ հեթանոսները լսեցին Տերոջի խոսքը։ Ուրեմն այս հաջողությունը կներառե նաեւ Գողոսյան տարածվելու անհավանական բացատրությունը Պողոսի ավարժեն դարձի եկածներու աշխատանքն է։ Եվ Փափրասը, որ ինքը գսե տարբեր քիրքերու մեջ, Կորսկարակի մեջ գսե Եփափրաս անունով մեկը, որ Աբեդանը դարավ իրեն հայրենի քաղաքը, որ Գողոսիա էր։ Քաղաքը ինքը Լավոդիկեան մոտ գսե 15 կիլոմետր կամ 9 մողոն հեռու հարավ արևելք կինար։ Հիմա նոր բեղումներ գնեն, շատ բան չեն գիտեր այդ քաղաքին համար։ Ավելի քան 10,000 հրեաներ գաբրեին Փրուգիայի այդ տարածքին մեջը։ Բայց հետանոսական սովորությունը եւ ուժեղ մշակութային աստիճանները ակնհայտորեն մեծ մարտահրավերներ կստեղծեին այնտեղի քրիստոնյաներու համար։ Ոչ միայն քաղաքին մեջ ավետարանելու, այլև ավետարանի անեղծ հավատարիմ մնալու համար։ Այսինքն, երբ որ մարդիկ սովորություններ ունին, հետանոսական սովորություններ ունին, այդ դժվար է ադիգա գոդրելը եւ Քրիստոսի դրոշակին դագը երթալը եւ հոն մնալը։ Երբեմն ինչպես որ հունձը գսե ցամվեցավ 4 տարբեր հողերու մեջ
երբեմն հունդը գինա, մարդիկ ուրախությունով գտնունին, բայց քանի որ արմատ չի գա, կչորնան։ Ուրեմն պետք է որ չրվի, պետք է որ հաստատ մնա, միշտ Աստծո խոսքը գարտա, որովհետեւ հունդը չչորնա եւ բդուղ տա։ Փիլիմոն Տունիս Փիլիմոն 15-16 Դերևս ասմատ ջարավ անիրակիչ մահադեն զավերցավ, որպես զանեկա հատիկան ունենաս։ Ոչ թե ծառայմովես, հապա ծառայևեր, սիրելի եղբորվես, և եթե ինձ այսպես սիրելի և ոչապ ավելի դիտելլա կեսի թե մարմի գոման է ու թե դերոչը։ Ասիկա մեկ ստրուգի մասին գսե, որ իրեն քովը եկավ եւ աբաշխարեց։ Աբաշխարելը վերջը իրեն դերն ալ աբաշխարած էր։ Հիմա իդ կհրգե իրեն քովը գսե, որ կնա եւ անոր ընդունիր ոչ թե որպես քու ծառա ստրուգդ, այլ որպես քու եղբայրդ։ Այսինքն երբ որ մեկը քրիստոնյա գլա գարտես թե ամեն իրեն մտածելակերպը մտահղացումը կփոխվի։ Մարդու հանդեպ ունեցած հարաբերությունը կփոխվի։ Այլևս մարդու հանդեպ ադելությունը դկելն է եւ գսկսից Աստծո աչքով Աստծո սիրով նայել։ Գողոսացիներու մեկ եւ երկու համարներ Գողոսացիներ 4:9 համեմատենք անոր հետ Մենք Սիմոս հավատարիմ ու սիրելի եղբոր հետ մեկտեղ, որ ցեզնե մեկն է իրենք ամեն բան ցեսի դիտի իմացնեն ինչ խոսքա։ Այսինքն Պողոս Արաքյալին եղած տեղը, ով որ հոն եկավ իրեն փանդին մեջը դեսավ աբաշխարեց, ղրգվեցան, որպեսզի երթան մյուս եկեղեցիները կամ մյուս քաղաքները դարածեն Աստծո խոսքը եւ հոն ընդունվին մյուս եղողներուն գոմանե։ Եվ Պողոս Արաքյալ անոնց գսե անդամները գողջունեն որպես սուրբեր, այսինքն Աստծո համար մեկ կողմ թրված մարդիկ։ Այսինքն մգրդությամբ անոնք առաստացված էին որպես Աստծո հատուկ ժողովուրդ, այնպես ինչպես Իսրայել ժողովուրդը տլփալությունով առանցին ժողովուրդ մներ Աստծո համար, հիմա ալ անոնք ովքեր Հիսուսի անունով մգրդվեցան զատ ժողովուրդ մնեն Աստծո համար։ Պողոսը Փիլիպպիում կներկայացնի անոնց որպես եպիսկոպոսներ եւ սակավակներ, իսկ Կողոսիայում կներկայացնի որպես հավատարիմ հավատացյալ եղբայրներ։ Երբ նոր գդագանը կխոսի հավատարիմ սպասավորներու մասին, անոնք եկեղեցին մեջ ունին հատուկ ծառայություն։ Այսպիսով ոչ միայն եկեղեցի անդամներ, այլև այդ քաղաքներու եկեղեցի առաջնորդները իրար հետ կապ ունին։ Հիմա վերջավորության համար Աստված ցեզ ընտրած է փրկության համար հոգի սրբացմամբ եւ ճշմարտության հավատքով։ Մարդուն հոգին կսրբանա, երբ որ Աստծո խոսքը մեջը կմտնա։ Նույնը չի մնար։ Առաջվա ակահը, եսասերը, անձնասերը, սրախոսը, քողը, մարդասպանը, շնացողը կփոխվի։ Ադիգա մեկ անգամ են գնա չլալ, շատ անգամ մեկ անգամ են գլա։ Ես շատ լսած եմ, որ մարդիկ կձխեին մեկ անգամ է ցկած են, կամ խմեին, կամ դրակ կնեին մեկ անգամ են կացած է իրենց վրային ադիգա։ Աստված վերցուցած է վրային։ Եթե դուք հավատամ ու ընծառայեք Աստծուն կփախվեք նախաբաշարքներով եւ ընդդիմությամբ, բայց մի զայրացեք, երբ անարդար գերբով կդարաբի։ Նույն գերբ պատասխանեցեք, հաստատուն բահեք ձեր միապահություն Հիսուսի մեջ։ Ձեր թեմքը ասասան թեպի երկինք արեք, թող ուրիշները խոսին իրենց խոսքերով եւ հետևին իրենց գործողությունների ընթացքին։ Ձեր գործը Քրիստոսի խոնարհությամբ եւ հեզությամբ առաջ երթալն է։ Կատարեք ձեր գործը անսասան նպատակով, սիրտի մաքրությամբ, ամբողջ ուժով եւ կարողությամբ, հենվելով Աստծո փազուկին։ Մենք մեր ուժով չենք կնար փամանել։ Եթե Հիսուս մեր մեջ չներկործեք Սուրբ Հոգին մեզի չառաջնորդե, մենք մեզ չունենք ադիգավոր կրնանք անել։ Կատարեք ձեր գործը անսասան նպատակով։ Մեր նպատակը ինչ է, Աստծո անունը բարձրացնել եւ փառավորել։ Ձեր աշխատանքի իրական եւ վեհ բնույթը գուցե երբեք չիմանաք, ձեր էության արժեքը կարող է քննադատվել միայն ձեզ փրկելու համար զոհաբերված կյանքով։ Յուրաքանչյուր հոգի համար, որ գաջի Քրիստոսի մեջ, գլան լուրջ եւ երկարատև պայքարի ժամանակներ, քանի որ խավարի ուժերը վճռական են, դիմագայելու առաջընթացքի ճամփան, բայց երբ կնայենք Քրիստոսի խաչին, շնորհք ստանալու համար չենք կնար ցախողվել։ Փրկչի խոստում այս է.
Ես երբեք չեմ լքեր քեզ, չեմ հեռանար քեզ մե։ Եվ այ ես ցեզի հետ եմ բոլոր օրերը մինչև աշխարհի վերջը։ Ուրեմն այս խորհուրդով մենք կրնանք հաստատ կենալ Քրիստոսի հավատքին վրան, որ Հիսուս մեզի հետ է մինչև աշխարհի վերջը։ Ինչը լավ արական։ Ցավ կամ առանց ցավի, հիվանդություն առանց հիվանդության, մահ եւ կյանք, ինչ որ գլա, գիտենք որ վերջավորությունը մեր կյանքը Հիսուսի մեջ պահված է Աստծոքով եւ Տերը մեզի հետ է մինչև աշխարհի վերջը։ Եվ Հիբրուս Եբրայեցիների մեջ գսե ես քեզ երբեք չեմ թողու, երբեք չեմ լքեր։ Եվ ասի է մեր երջանիկ հույսը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, դեր օրհնե մինչև հաջորդ հանդիպում։